Բարև ձեզ։ Պատրաստ եք միասին բացահայտելու ստեղծագործության մի լրիվ նոր աշխարհ, ընդ որում օգտագործելով արհեստական բանականության շատ պարզ գործիքներ։ Այսօր կտեսնենք, թե ոնց կարող եք ձեր մտքերը վերածել երաժշտության, նկարների ու նույնիսկ տեսանյութերի։ Դե ինչ, գնացին։ Հենց այսպես, մի վայրկյան կանգ առեք ու մտածեք։ Եթե ոչ մի սահմանափակում չլիներ, ոչ մի տեխնիկական դժվարություն, ինչ կուզեիք ստեղծել։ Գուցե մի հիտային երգ, մի անիրական նկար, թե մի ամբողջական տեսահոլովակ։ Պահեք այդ միտքը ձեզ մոտ։ Ու գիտեք, որն է ամենալավ նորությունը։ Այն ինչի մասին հենց նոր մտածեցիք, արդեն ուղղակի երազանք չէ։ Արհեստական բանականության շնորհիվ սա արդեն իրականություն է։ Այն ձեր ձեռքն է տալիս ստեղծագործելու անհավանական բանալիներ։ Եկեք միասին տեսնենք, թե ոնց են դրանք աշխատում։ Դե ինչ, սկսում ենք երկու ամենահզոր հնարավորություններից՝ երաժշտությունից եւ նկարներից։ Իսկ գիտեք, թե որն է ամենազարմանալին։ Այս ամենը ստեղծելու համար ձեզնից պահանջվելու են ուղղակի բառեր։ Այո, ճիշտ լսեցիք, ձեր մտքերն ու բառերը։ Ահա եւ մեր առաջին գործիքները։ Երաժշտության համար Suno AI, իսկ նկարների համար DALL-E։ Ուր էլ որ լինեք, դրանք ձեզ հասանելի են։ Suno-ն կարող եք օգտագործել հենց ձեր բրաուզերից, իսկ DALL-E-ն արդեն կա հայտնի ChatGPT-ի ներսում։ Պատկերացրեք, դուք ուղղակի մի քանի բառով նկարագրում եք ձեր տրամադրությունը, մի պատմություն կամ գաղափար, ու AI-ն դա վերածում է պատրաստի երգի։ Լրիվ պատրաստի, իր մեղեդիով, գործիքներով ու նույնիսկ բառերով։ Սա ուղղակի ֆանտաստիկ է։ Ու ամեն ինչ սկսվում է սենց մի պարզ արտահայտությունից։ Սա հրահանգ է, կամ ինչպես ընդունված է ասել prompt, որը տալիս ենք AI-ին։ Ոչ մի բարդ կոդ, ոչ մի երաժշտական գիտելիք։ Ուղղակի գրում ենք ուրախ դպրոցական երգ հայերեն։ Սա ձեր քախարդական փայտիկն է։ Լավ, իսկ ոնց է սա աշխատում գործնականում։ Շատ պարզ։ Առաջինը մտնում եք Suno-ի կայք, երկրորդ արագ գրանցվում եք, երրորդ գրում եք ձեր միտքը, հենց այն նախորդ օրինակի պես, չորրորդ սեղմում եք generate կոճակը եւ վերջ։ Մի քանի վայրկյանից դուք կարող եք լսել ու նույնիսկ ներբեռնել ձեր սեփական բացառիկ երգը։ Անցնենք առաջ մեր երկրորդ սուպերուժին։ Տրամաբանությունը նույնն է։ Ինչպես երաժշտության դեպքում էր, այստեղ էլ դուք բառերով նկարագրում եք, թե ինչ եք ուզում տեսնել, ու DALL-E-ն ձեր բառերը վերածում է տեսողական արվեստի իսկական նկարի։ Ահա մի շատ պարզ օրինակ։ Նկարիր դասասենյակ, որտեղ աշակերտները սովորում են։ Այսքանը բավական է, որպեսզի AI-ն ձեր աչքի առաջ ստեղծի մի յուրօրինակ նկար, հենց ձեր նկարագրած տեսարանով։ Իսկ գործընթացն այստեղ էլ ավելի հեշտ է։ Բացում եք ChatGPT-ին, գրում եք, թե ինչ նկար եք ուզում, մի քանի վայրկյան սպասում եք ու վերջ, ձեր նկարը պատրաստ է։ Կարող եք միանգամից ներբեռնել կամ պահպանել։ Շատ լավ։ Երաժշտություն ու նկարներ արդեն ստեղծում ենք։ Եկեք անցնենք առաջ ու տեսնենք, թե ոնց կարող է արհեստական բանականությունը մեզ օգնել ստեղծել ձայնային նյութեր ու գրաֆիկական դիզայն, օրինակ պաստառներ։ Այս բաժնի մեր գործիքներն են 11 Labs-ը ձայնի համար եւ Canva-ն դիզայնի։ 11 Labs-ը հասանելի է իրենց կայքով, իսկ Canva-ն ունի եւ կայք եւ հավելված, ինչը նրան դարձնում է շատ հարմարավետ։ Երբևէ պետք եղել է ձայնագրել ինչ-որ տեքստ ձեր նախագծի, տեսանյութի կամ պարզապես ուսումնական նյութի համար։ 11 Labs-ը դա անում է ձեր փոխարեն։ Դուք ուղղակի տալիս եք տեքստը, իսկ այն կարդում է այն շատ բնական, մարդկային ձայնով։ Քայլերը երևի արդեն կռահեցիք, նորից շատ պարզ են։ Մտնում եք կայք, գրանցվում, տեղադրում եք ձեր տեքստը, ընտրում եք ձեզ դուր եկած ձայնը, կլինի դա կնոջ, թե տղամարդու, ու սեղմում generate։ Վերջ, ձեր աուդիոֆայլը պատրաստ է ներբեռնման։ Լավ, հիմա անցնենք դիզայնին։ Պետք է միջոցառման համար գեղեցիկ պաստառ սարքել, բայց դիզայներ չեք։ Խնդիր չկա։ Canva-ի AI գործիքները թույլ են տալիս րոպեների ընթացքում ստանալ պրոֆեսիոնալ դիզայն։ Ու նորից ամեն ինչ սկսվում է մի պարզ գաղափարից։ Օրինակ գրում եք շրջակա միջավայրի պահպանություն, ու Canva-ի Magic Design կոչվող գործիքը ձեր առաջ է բերում տասնյակ պատրաստի գեղեցիկ դիզայնի տարբերակներ հենց այս թեմայով։ Գործընթացը հետևյալն է, բացում եք Canva-ն, ընտրում եք, որ ուզում եք պաստառ ստեղծել, հետո Magic Design-ի մեջ գրում եք ձեր թեման։ AI-ն ձեզ տալիս է հիմքը, որից հետո դուք արդեն կարող եք փոխել տեքստը, նկարները, գույները, մի խոսքով ամեն ինչ ու ներբեռնել։ Եվ հիմա հասանք երևի թե ամենատպավորիչ մասին։ Ինչպես կարող ենք ստեղծել ամբողջական տեսանյութեր, օգտագործելով ընդամենը տեքստ։ Այո, սա էլ արդեն իրականություն է։ Սա նշանակում է, որ դուք կարող եք գրել մի սցենար կամ ուղղակի որևէ պատմություն, իսկ Picture-ին նման գործիքները ավտոմատ կերպով կընտրեն համապատասխան տեսարաններ, կադրեր, կավելացնեն երաժշտություն, ձայն ու կստեղծեն պատրաստի մոնտաժված տեսանյութ։ Իսկ քայլերը շատ ծանոթ են լինելու։
Մտնում եք Pictory կայք, ընտրում եք տեքստից տեսանյութ տարբերակը, տեղադրում եք ձեր գրած տեքստը, համակարգը ձեզ կառաջարկի տեսարաններ, դուք կընտրեք, կավելացնեք ձայն, կսեղմեք Generate ու ձեր տեսանյութը պատրաստ կլինի։ Ահա տեսակ, այսօր ձեր ձեռքի տակ կան գործիքներ, որոնք բառի բուն իմաստով վերացնում են ստեղծագործական բոլոր սահմանները։ Ապագան իսկապես ձեր ձեռքերում է, եւ ձեր միակ սահմանափակումը մնում է ձեր երևակայությունը։ Դե ինչ, եկեք արագ ամփոփենք։ Այսօր մենք բացահայտեցինք 5 հիմնական ուղղություն, որտեղ AI-ն կարող է դառնալ ձեր լավագույն ստեղծագործական օգնականը՝ երաժշտություն, նկարներ, ձայն, դիզայն եւ իհարկե տեսանյութեր։ Ու այս ամենը հասանելի է հենց հիմա։ Եվ վերջում եկեք վերադառնանք մեր ամենաառաջին հարցին, բայց արդեն մի փոքր այլ կերպ։ Հիմա, երբ դուք արդեն գիտեք այս բոլոր հնարավորությունների մասին, նորից եմ հարցնում, դուք ինչ կստեղծեք առաջինը։ Գուցե մի երաժշտություն ձեր գրած բանաստեղծության համար, թե մի պաստառ ձեր հաջորդ միջոցառման համար։ Մի սպասեք, փորձեք հենց հիմա։